Ես Վիկտոր Համբարձումյանն եմ։ Ես աստղաֆիզիկոս եմ։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրը և նրանցից մեկը, ովքեր նայել են տիեզերքի ամենահեռավոր անկյունները։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, բանասերի ընտանիքում, և մանկուց ինձ գրավել են ոչ թե աստղային հեքիաթները, այլ ճշգրիտ գիտությունները։ Իմ գիտական ճանապարհորդությունը սկսվել է Լենինգրադի համալսարանում, որտեղ ես հասկացա, որ տիեզերքի գաղտնիքները հասկանալու համար անհրաժեշտ են ոչ միայն աստղադիտակներ, այլև համարձակ մտածողություն։ Ես մշակեցի աստղային ասոցիացիաների տեսություն, հայտնաբերեցի աստղային էվոլյուցիայի նոր փուլ և իմ անունը դարձավ աշխարհի մեծագույն աստղագետների անունը։ 1943 թվականին ես տեղափոխվեցի Երևան, երիտասարդ խորհրդային Հայաստանում։ Այստեղ, Արագած լեռան լանջին, ես կառուցեցի Բյուրականի աստղադիտարանը, իմ երկրորդ տունը։ Ես ուսանողներ բերեցի այստեղ, ստեղծեցի համաշխարհային մակարդակի դպրոց և փոքրիկ Հայաստանը դարձրի միջազգային գիտության ականավոր դեմք։ Անկայուն աստղերի և գալակտիկաների միջուկների վերաբերյալ իմ աշխատանքը հեղափոխություն մտցրեց տիեզերքի էվոլյուցիայի մեր ընկալման մեջ։ Ես միջազգային աստղագիտական միության նախագահն էի և մեր ակադեմիական համայնքի անդամ, բայց իմ ամենաթանկ կոչումը մնաց ուսուցիչ։ Այսօր երկնքից նայելով տեսնում եմ, թե ինչպես է իմ աստղադիտարանը շարունակում գործել։ Երիտասարդ գիտնականները նայում են տիեզերքին։ Ես փառքի չեմ ձգտում։ Ես պարզապես իմ աշխատանքն էի անում։ Եվ եթե աստղազարդ երկնքին նայելիս հիշեք, որ մեկ հայ օգնել է ձեզ հասկանալ այն, ապա իմ կյանքը ապարդյուն չի անցել։ Նայեք վերև, զարմացեք և մի վախեցեք հարցեր տալ։ Տիեզերքը սպասում է ձեզ։